Այսօր միջինք է մեծ պահքի 24-րդ օրը։ Այն հիշեցնում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին։ Պահքի մեջ գտնվողները հաղթահարել ու անցել են կես ճանապարհը։ Մարդը մաքրման շրջան է անցնում եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Ֆիզիկական պահքը դա կերակրատեսակն է, որը բացառում է անասնական սնունդը, միայն բուսական սնունդ է կարելի եւ ցանկալի է քիչ քանակությամբ, իսկ հոգեվոր պահքն էլ նաեւ դու հրաժարվում ես բոլոր տեսակի վատ արատավոր երևույթներից, որ մարդու կյանքում առկա է։ Միջինքը եկեղեցական նշանակություն չունի, սակայն պահքի ընթացքը փոքրինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված է միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում են կլոճ, որի մեջ պարտադիր դնում են մետաղադրամ։ Ընտանիքի անդամներից ում բաժին հասնի դրամը, ամբողջ տարվա ընթացքում հաջողություն կունենա։ Միջինքի շուրջ կա նաեւ շատ գեղեցիկ ժողովրդական ավանդույթներ։ Իրենք միջինքի գաթա թխել, միջինքի ուտեստներ պատրաստնել, բայց բոլորը պահքի, այսինքն որևէ այլ սնունդ չի ավելանում միջինքի ժամանակ։ Բացառապես պահքի սնունդով պատրաստվող կերակուրներ։ Վատ սովորություններից ու սննդից հրաժարված քրիստոնյաները դեռ պետք է զսպեն ցանկությունները, հաղթահարեն գայթակղություններն ու մաքրված հոգով դիմավորեն Սուրբ Հարության տոնը, որին մնաց 24 օր։ Ինքնամաքրման շրջանը հենց դրա խորհուրդն ունի, որ մենք կարողանանք մաքրությունը ընդունել։ Քրիստոսի հարությունը քրիստոնյայի ամենամեծ հրաշալի տոնն է եւ ամեն մարդու բաղձանքն ու երազանքն է արժանանալու Քրիստոսի հարությանը եւ պահեցողության իմաստն էլ դա է, որ մենք կարողանանք այնքան մաքուր անբասիր լինել, որ կարողանանք Քրիստոսին որպես մաքրության օրինակ, սիմվոլ ընդունել մեր մեջ։ Միջինքին մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահել այն։ Մինչև Հիսուսի հրաշափառ հարությունը, Սուրբ Զատիկը, ինքնաքննության, զղջումի, ապաշխարության օրերը շարունակվում են։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։